Պատմական իրադարձություն և աննախադեպ նորարարություն Միացյալ Նահանգների էներգետիկ ոլորտում։ Միացյալ Նահանգներում առաջին անգամ տրանսպորտային օդանավով Կալիֆոռնիայից Յուտա է տեղափոխվել միջուկային փոքր ռեակտոր, ցույց տալու միջուկային էներգիայի կիրառության ներուժը ռազմական ու քաղաքացիական ոլորտում։ Ամերիկյան վարչակազմը փոքր մոդուլային ռեակտորները դիտարկում է որպես ամերիկյան էներգետիկ արդյունաբերության ընդլայնման ուղղություններից մեկը։ Word 250 միջուկային ռեակտորի մի մասը տեղափոխել են C-17 ռազմատրանսպորտային 3 օդանավ։ Գործընթացն իրականացվել է Միացյալ Նահանգների պաշտպանության և էներգետիկայի դեպարտամենտների համատեղությամբ։ Այս համակարգի ստեղծումը չի ենթադրում միայն զինել մեր զինվորներին, այլև այնպես անել, որ նրանք անհավանական արագությամբ հաղթեն։ Այսօր այդ համակարգի ներդրման պատմական քայլն է։ Փորձարկումը կսկսվի 250 կՎտ հզորությամբ ռեակտորներից, մինիվենից մի փոքր մեծ միկրոռեակտորները կարող են արտադրել 5 մեգավատ էլեկտրաէներգիա, ինչը բավարար է 5000 տան էլեկտրաէներգիան ապահովելու համար։ Միջուկային ռենեսանսի մեկնարկը տրված է, հայտարարել է էներգետիկայի դեպարտամենտի ղեկավարը։ Մենք շատ արագ ենք զարգանում այս ոլորտում, որպեսզի մինչև հուլիսի 4-ը մեր երկրի անկախության 250-ամյա տարեդարձին ընդառաջ բազմաթիվ ռեակտորներ ունենանք։ Սա մեծ արագություն է, սա նորարարություն է, սա միջուկային ռենեսանսի սկիզբն է։ Նոր սերնդի միջուկային ռեակտորով բեռնված ռազմատրանսպորտային օդանավերը հերթով վայրեջք են կատարում Յուտայի Հիլ ավիաբազայում։ Նահանգում այս իրադարձությունը համարում են ոչ միայն շահավետ առաջընթաց Յուտայի, այլև ամբողջ երկրի համար։ Նահանգը դառնում է միջուկային տեխնոլոգիաների զարգացման առանցքային կենտրոն։ Պատմության ընթացքում կան իրադարձություններ, երբ տեխնոլոգիաները վերաիմաստավորում են երկրի ու ազգի հնարավորությունները։ Յուտան միանգամայն կողմ է միջուկային տեխնոլոգիաների զարգացմանը։ Մենք պատրաստ ենք դրա ստեղծմանն ու ղեկավարմանը, ձեռնարկել ենք իրագործել հավակնոտ, սակայն խիստ անհրաժեշտ նպատակ՝ հաջորդ տարիներին էներգիայի արտադրությունը կրկնապատկելու հեռանկարով։ Նոր տեխնոլոգիայի կողմնակիցները պնդում են, որ նոր համակարգը ապահովում է անվտանգությունը և կարող է վերացնել վառելիքի մատակարարման խնդիրները, հեռավոր վայրերում ապահովելով կայուն և մասշտաբային էներգիայի աղբյուրներ։ Քննադատների շրջանում մտահոգված են, որ մասնավոր ընկերությունների մշակած, սակայն դեռևս չփորձարկած ռեակտորների արագ գործարկումը կարող է անվտանգային ռիսկեր առաջացնել։ Իդեպ Հայաստանն ու Միացյալ Նահանգները ավարտել են քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության բանակցությունները։ Հայաստան այցի ժամանակ հայտարարել էր Միացյալ Նահանգների փոխնախագահը։ Ջեյ Դի Վենսը հստակեցրել էր, խոսքը փոքր մոդուլային ռեակտորների մասին է։ Ամերիկյան տեխնոլոգիաները գալու են Հայաստան։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։